Ողջույն Նորագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ռազմական մեկնաբան Կարեն Վրդանեսյանին։ Բարև ձեզ, պարոն Վրդանեսյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Վրդանեսյան, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդային մամուլի ասուլիսով հանդերձ եկավ, որտեղ այսպես ասած դժգոհեց կանանց ներգրավվածությունից զինված ուժերում, նշելով, որ հենց տղամարդիկ են խոչընդոտում, արգելք հանդիսանում, այսպես ասած, որպեսզի կանայք ծառայեն բանակում։ Ձեր գնահատմամբ ո՞րն է այս քաղաքականության նպատակը, եթե մարդկային ռեսուրսն է։ Ինչու նույն Պաշտպանության նախարարությունը այս իշխանության հետ որոշեց բանակի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել հունվարի 1-ից։ Տեսեք, ես ճիշտ ասած նույն հարցը կտայի հենց Սուրեն Պապիկյանին, ընդհանրապես ինչպիսին է վիճակը մարդկային կենդանի ուժի հետ, հա, կենդանի ուժ են ասում ռազմական բանով։ Արդյոք մենք ունենք պակաս, թե չունենք պակաս, հա, գուցե ավելցուկ ունենք։ Այս իշխանությունները, ինչպես եւ բոլոր այլ ոլորտներում, անընդհատ հակասական հայտարարություններ են անում։ Օրինակ ամիսներ առաջ Պաշտպանության նախարարի տեղակալը ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց, որ պակաս ունենք ու դրա համար ստիպված պետք է վարժական հավաքներով ավելի շատ մարդիկ կանչվեն։ Հետո կանգնեցին հայտարարեցին, որ չէ 1.5 տարի են ծառայելու ու մենք չունենք պակաս, հիմա էլ ասում են, որ լավ կլինի կանայք կան, հա, լրացնեն։ Հիմա հասկանանք, կոնկրետ բանակի առջև դրված են կոնկրետ խնդիրներ, օրինակ սահման պահելու, հա, կամ նույնիսկ ասեի ճակատ պահելու։ Հիմա եթե այս պահին չենք կրակում, դա չի նշանակում, որ դա ճակատ չի, որովհետև քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր։ Նույնիսկ եթե ինչ-որ թուղթ լինի, որը ներկայացնեն որպես խաղաղության պայմանագիր, բայց իրականում հակառակորդը շարունակի էլի նույն ագրեսիվ իր խոսույթը, շարունակի նաև գործողությունները պատերազմին պատրաստվելու լայնածավալ, հա, ինչը հիմա անում է ամեն օր անում է։ Մենք ասենք ճակատ, հա, հիմա այդ ճակատը պահելու, թշնամու անսպասելի հարձակման դեպքում ինչ-որ ճեղքումները չեզոք հասնելու, հա, պարփակելու եւ այլն, ռեզերվներ տեղափոխելու, այդ ամեն ինչի համար ինչքան զոր կա պետք։ Եվ արդյոք այդ թիվը լրացված է։ Ինչքանով ես եմ հասկանում, թե վերլուծելով, թե այլ մասնագետների հետ խոսելով, քննարկելով, մենք ունենք զինուժի պակաս, կենդանի ուժի պակաս, հա։ Դեռ մի կողմ դնենք, թե եղածն էլ ինչքանով է պատրաստ, հա։ Մենք ունենք խնդիր, համենայն դեպս դեռ մի տարի առաջ կար խնդիր, որ որոշ դիրքերում մարդիկ ստիպված ամիսներով էին մնում։ Եթե մենք չունենք անձնակազմի քանակի խնդիր, ապա ինչու են գնում սահմաններ պահում երկրապահի, ասենք, չգիտեմ, 55-60 տարեկան անդամները, վետերանները, հա, եւ այլն, այսպիսի հարցեր շատ կա։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ կրճատվում է 2-ից դառնում է 1.5 տարի, եթե մենք ունենայինք նորմալ հայկական իշխանություն, չեմ ասում իդեալական շատ լավ, գուցե այդ 1.5 տարի կրճատելը հնարավոր էր շատ ճիշտ ձևերով մշակված համակարգային ինչ-որ բանով, որ լավ լներ, հա, այսինքն աշխատող տարբերակ լիներ։ Այս իշխանությունների դեպքում ես ուղղակի չեմ տեսնում տարբերակ, թե ինչով է լրացվելու, բացի նոր խնդիրներ ստեղծելուց ուրիշների համար։ Ու ասեմ ինչ խնդիրներ են հիմա ստեղծվելու, հա։ Ուրեմն այդ խնդիրները դեռ չեն զգացվելու։ Դա դեռ չեն զգացվելու, որովհետև այս հունվարին զորակոչվածները դեռ տարի ու կես ծառայելու են։ Այսինքն առաջի խնդիրները մենք տեսնելու ենք ավելի լուրջ խնդիրներ, հիմա էլ շատ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները խորանալու են տարի ու կեսից։ Ու տարի ու կեսից այս իշխանությունը ասելու է, դե, չգիտեմ, գլխավոր շտաբի պետն է մեղավոր, то նույն պաշտպանության նախարարն է մեղավոր, ինչ որ մեկի վրա կգցեն, նախկիններն են մեղավոր, ռուսական գործակալներն են մեղավոր, հիբրիդային պատերազմը, ինչ մի հատ հեքիաթ կհնարեն, ու այդ իրանք հիմա լուծում են ընտրությունների խնդիր, նախընտրական խնդիր է դրած, նախընտրական կառավարության խնդիր են լուծում այդ 1.5 տարով, հա։ Հիմա տեսեք,
Ենթադրենք անցավ 1.5 տարի, ավելի շուտ են զորացրվում, բանակում ստեղծվում է ինչ-որ բաց։ Այդ բացը ինչի հաշվին պետք է լրացնեն։ Այդ բացը լրացնելու են վարժական հավաքների հաշվին, այսինքն նույն ժամկետային զինծառայողներին անընդհատ սկսելու են էլի կանչեն այդ վարժական, անունը դնում են վարժական հավաք, դա էլ շեշտեմ, տեսեք նույնիսկ ես ընկա, հա, այդ բանի տակ, կրկնեցի, դա վարժական հավաք չի, դա մարտական հերթապահություն է։ Մի շաբաթ իբր վարժական ինչ-որ բան է, միտեղ անում են, միտեղ նորմալ չեն անում, հետո այդ մի շաբաթվանից հետո մարդիկ գնում են 2 շաբաթ մարտական հերթապահություն դիրքեր են տանում, նորմալ մարտական հերթապահություն, այսինքն ըստ էության պարտադիր զինծառայությունը ոչ թե 2 տարի է կամ ինչպես հիմա դարավ 1.5, այլ շարունակվում է այդ պարտադիր զինծառայությունը։ Որտեղ մարդիկ չեն կարող հրաժարվեն այդ այդպես կոչված վարժական, իսկ իրականում պահեստազորի մարտական հավաքներից։ Այդ լրացվելու է տենց բաների հաշվին, հա, իդեպ մի հատ էլ շատ մեծ բաց կա, որը մենք չենք քննարկել ընդհանրապես, ու հիմա չի էլ քննարկվում, մոռացել է։ Եթե նախկինում ներքին զորքերը նույնպես մարտական հերթապահության խնդիրներ էին լուծում անհրաժեշտության դեպքում, այս պահին այդ ամբողջ զանգվածը հազարավոր մարտիկներ հանված է, որովհետև այլևս հիմա դարել է ոստիկանության գվարդիա, այլևս այդ ոստիկանության գվարդիան օրենքը փոխել են այնպես, որ արդեն սահմանների պաշտպանությամբ, Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ չեն զբաղվում, հա, այսինքն այդտեղ էլ է մի հատ շատ մեծ բաց ստեղծվել։ Եվ այդ բացը հիմա լրացնում են վարժական հավաքներով, ինչ որ կամավորական բաներով ու մարդկանց ամիսներով դիրքերում պահելով։ Ու դա է շատ մեծ խնդիր, հա, եթե առաջ ստանդարտ հերթապահության ժամկետը 2 շաբաթ էր, գոնե կես տարի, մի տարի առաջ արդեն շատ ավելի մեծ էր։ Հետո նույն ասենք զորակոչիկներին առաջ եթե տանում էին 6 ամսից, հետո դարավ 3 ամսից էին նոր տանում դիրքեր մարտական հերթապահության։ Հիմա մենք ասենք դեպքեր տեսնում ենք, հա, նույն ասենք չգիտեմ, ջերմուկի դեպքերի ժամանակ զոհվածներին, որ նայում ենք, պարզվում էր, ասենք, ամիս ու կես զորակոչված կար, 2 ամիս զորակոչված կար, հա։ Էլի ոչ մի բան, տենց, այսինքն, եթե կարիք կա, որ մարդիկ ծառայեն, հա, բաց է այդ բանը, հաստիկները կոպիտ ասած, հա, հիմա չկա ինչ-որ ֆանտաստիկ ռեցեպտ այդ հաստիկների անհրաժեշտությունը վերանա։ Պետք է ինչ-որ մարդ գնա այդտեղ։ Ու այդ մարդկանց որտեղից են հավաքելու։ Հիմա անգել են կանանց ջանը, այսպես ասած, հա։ Եթե մենք ունենք մարդաքանակի խնդիր, ապա ճիշտ քաղաքականությունը այս դեպքում ամեն կերպ պետությունը խրախուսի ստեղծի ենթակառուցվածք, որպեսզի կանայք կարողանան ամուսնանան եւ շատ երեխա ունենան։ Բայց եթե քո մոտ նորմալ չկա ենթակառուցվածքը սկսած տրանսպորտից, մանկապարտեզից վերջացրած, ասենք, այսօր մեծ խնդիր է նորմալ դպրոց դասավորելը երեխային, մեծ խնդիր է մարդիկ քաղաքի մի ծայրից մյուս ծայր երեխային դպրոց են տանում, որ լավ դպրոց լինի, մանկապարտեզները մի հատ մեծ պատմություն է, առողջապահության համակարգը ընդհանրապես կոլապսի մեջ է, անորոշություն է, անհանգստություն է, Երևանում ընդհանրապես օրինակ հնարավոր չի ապրել այն դեպքում, որ Երևանը այսօր Հայաստանի բնակչության 1/3-ից ավել է, հա, այս ամեն ինչը եթե իրար հետ համադրում ենք, պարզա որ կանեք չեն ուզենա երեխա ունենալ։ Մի հատ է որ տանես կանանց բանակ, ասենք ընդհանրապես կուշացվի այդ կգա կհասնի այնպիսի տարիքի, որ ասենք լավագույն դեպքում հետո 1-2 երեխա կունենա, այսինքն իրանք եթե կա դեմոգրաֆիկ խնդիր, իսկ մարդու իսկ բանակի համալրումը կենթանի ուժով դա դեմոգրաֆիկ խնդիր է։ Իրանք փաստորեն ոչ թե այդ խնդիրը լուծում են, այլ խորացնում են։ Որովհետև այդ նույն երկարատև տարիների ծառայությունը հետաձգում է ամուսնությունը, առաջի երեխա ունենալը եւ այլն եւ այլն։ Այսինքն բոլոր առումներով մենք գործ ունենք ուղղակի այս ռոպեական ինչ որ խնդիրներ լուծելու հետ իշխանության մնալու։ Տվյալ դեպքում նախընտրական ինչ որ փուլ է։ Մի տարի կանցնի, իրանք ոչ մի պատասխանատվություն չեն կրելու իրանց ընդունած որոշումների համար։ Ում ասես մեղավոր կհանեն, իդեպ դա նաև բան է, չէ, որ
խնդիրը չեն կարող լուծեն, ով է մեղավոր, մեղավորը կամավորը, մեղավորը մոբիլիզացված բանը, հա, մեղավորը, չգիտեմ, օպել քշող վարորդը, մեղավոր են Ղարաբաղցիները, մեղավոր են նախկիները, բոլորը մեղավոր են, բացի որոշում կայացնողներից։ Տենց ոնց է ալնում։ Պարոն Վարդանեսյան, վերջերս ակտիվ շրջանառվում են տեղեկություններ, որ Սև լճի շրջանում ադրբեջանցի զինվորները հայ զինծառայողներին սեփական դիրքեր անցնելու համար ստուգում են։ Նախ Պաշտպանության նախարարությունը կարծես հաստատեց սա, բայց սակայն նախորդին Սուրեն Պապիկյանը հերքել է դա մի քանի անգամ կրկնելով, որ հերքում է։ Ձեր գնահատմամբ ինչ է սա նշանակում ռազմական եւ քաղաքական առումով, քանի որ հարյուրավոր զինվորներ արդեն հաստատել են այդ հանգամանքը եւ կարող է սա համարվել վերահսկողության եւ նվաստացման միջոց եւ ազդել օրինակ հայ զինվորի մարտական ոգու վրա։ Ճիշտն ասած, նույնիսկ ոգու հարցի հետ մի կողմ դնենք, այսպեսի մի հատ խնդիր կա։ Եթե կա դիրք, որը ըստ էության գտնվում է, այդ դիրքին մոտենալը գտնվում է ադրբեջանական վերահսկողության տակ, դա նշանակում է, որ հարձակման դեպքում իրանք այդ դիրքից չեն կարող դուրս գալ։ Հա, ու դա նշանակում է, որ ըստ էության այդ դիրքում գտնվելը, sense մենք պատրաստի պատանդացու կամ գերացու, հա, չգիտեմ ոնց անվանեմ դա, մենք պատրաստի այնտեղ ադրբեջանցիների համար պատանդներ ունենք։ Դա նորմալ է, չէ, դա բացարձակապես նորմալ չի։ Դա աբսուրդ է, որովհետև վաղը եթե իրավիճակը սրվեց, իսկ որևէ երաշխիք, որ իրավիճակը չի սրվի, չկա, այն ինչ իրանք հիմա մեզ փորձում են ծախել, փաթեթավորելով որպես խաղաղություն, իրականում շատ փխրուն հրադադար է, որը կարող է շարունակվի մինչև ընտրություններից հետո ինչ կլինի, չգիտենք, հա։ Հիմա այդտեղ պահում են մարդիկ, որոնք պոտենցիալ պատանդներ են։ Կամ ավելի վատ, հա, չասենք։ Ինչքանով է դա ռազմական տեսակետից, տրամաբանության տեսակետից, մարդկանց մասին հոգացության, հա, որ պետությունը պետք է զինվորի մասին հոգավ, զինվորի անվտանգության ու կյանքի մասին։ Զինվորը հո մսացու չի, մսաղացի։ Այդպիսի հարց է առաջանում առաջին հերթին։ Երկրորդ ինչ վերաբերում է հերքել չհերքելուն, նախ ինչպես նշեցիք, հա, բառացիորեն չեն հաստատել, որ տենց բան կար, բայց որ ասում է հերքելով հաստատեցին, այդ ձևի հերքում էին տվել։ Հիմա եթե անցել է 2 ամիս ու 2 ամիս հետո հակառակ բանն է ասում Պաշտպանության նախարարը, ես այս իշխանությունների որևէ ներկայացուցիչի որևէ ասածին չեմ կարող վստահել, որտեղ մենք ունենք բազում օրինակներ, որ իրենք խաբում են, ստում են։ Հիմա ինչի ես պետք է մտածեմ, որ այս անգամ էլ չեն ստում։ Պաշտպանության նախարարը ընդգծեց, որ Հայաստանը չի պատրաստվում մրցավազքի մեջ մտնել որևէ երկրի հետ սպառազինությունների հարցում, այդ թվում նաև Ադրբեջանի, բայց շարունակում են արդիականացնել բանակը Հայաստանի եւ նրա հարևանների զինտեխնիկական հնարավորություններ այսպես համեմատելու դեպքում, ինչպիսի առավելություններ եւ ռիսկեր եք նկատում պաշտպանողական ռազմավարության տեսանկյունից։ Տեսեք, նախ եկեք հասկանանք, որ զուտ մեխանիկորեն զենք գնելը ոչ մի խնդիր չի լուծում։ Հա։ Մենք ունենք այդ օրինակը դեռ 44-օրյա պատերազմից, երբ օրինակ Հայաստանը ուներ Իսկանդեր հրթիռային համակարգեր, որոնք հիմա շատ ակտիվ օրինակ օգտագործում են Ուկրաինայում, բայց այդ Իսկանդերները պատերազմի ընթացքում չօգտագործեց, թեպետ նույնիսկ հնարավորություն կար Իսկանդերով հարվածներ հասցնել հակառակորդի կուտակումներին դեռ օրինակ սեպտեմբերի 26-ին, երբ արդեն գիտեին, որ հարձակում է նախապատրաստում, գուցե ընդհանրապես այդ հարձակումը հնարավոր լիներ կասեցնել, չեզոքացնել կամ դրա ազդեցությունը կտրուկ թուլացնել, հա։ Դա օգտագործվեց միայն ամենավերջում ու դա ինչ որ մարտական խնդիր չէին լուծում, հա, ինչ որ բանկի պահուստներ էին ոչնչացնում։ Դու դեռ հələ հարցակպավ չկպավ, ոնց կպավ։ Այսինքն Իսկանդերի պես զենք ունենալով ամբողջ պատերազմի ընթացքում չի օգտագործվել։ Su-30-ները ամբողջ պատերազմի ընթացքում այդպես էլ չօգտագործվեցին։ Հարց. մենք կարող ենք գնել աշխարհի բոլոր լավագույն զենքերը, հետո կօգտագործենք թե չէ։ Կլինի հրաման օգտագործելու թե չէ։ Ի վիճակի կլինեն զինված ուժեր օգտագործելու թե ոչ, որովհետև սպառազինությունը արդյունավետ օգտագործելու համար պետք են անընդհատ զորավարժություններ։ Հայաստանում
այդ մասշտաբի զորավարժություններ չի անցկացվում։ Ինչ էլ անցկացվում են փոքրիկ վարժանքներ, օրինակ նույն պահեստազորայինների, այնպիսի բաներ են ցույց տալի, որ իմացող մարդը, նամանավանդ մարդիկ, ովքեր վերլուծել են 44-օրյա պատերազմը, մարդիկ, որոնք վերլուծում են Ուկրաինայում պատերազմը, նույն Սիրիայում ռազմական գործողությունները, հասկանում են, որ չի եղել տակտիկական որևէ նորամուծություն, ասենք մարդիկ շարունակում են, չգիտեմ, նույնիսկ առաջի Արցախյան պատերազմի ժամանակվա փորձը կարծես թե մոռացվել է։ Հա, ասենք, չգիտեմ, ըստ տեսանյութերի, ամենայն դեպս իրանք այդ տեսանյութերը դնում են գլուխ գովելու համար, հա, որ տեսեք գործ են կանում, տեսեք բարեփոխումներ են, արդիականացում են, այդ տեսանյութներում խայտարակ վիճակ է։ Ասենք 30 հոգի նստացնում են բեռնատարի մեջ ու բեռնատարով մտնում են մարտի դաշտ, ասենք 44 օրյայի դասերը ընդհանրապես չեն յուրացվել, ոնց տենց կարելի է, կամ ցույց են տալի ատեստացիա սպաների, 3 սպայա կանգնած ամեն մեկի վրա համազգեստի ինչ-որ մեկի գլխարկն է տարբերվում, մյուսի կոշիկն է տարբերվում, էլ չասեմ ձմեռը առանց փուշլատի են։ Հա, էսա զորքի վիճակը։ Մենք ինչ մարտունակության մասին կարող ենք խոսել։ Հիմա ասում են Հնդկաստանից զենք են գնում, այդ զենքի կիրառմամբ զորավարժությունները ուր են, Ադրբեջանը չի նվազեցրել իր զորավարժությունները ընդհանրապես, Հայաստանը գրեթե դադարեցրել է ինչ-որ զորավարժություններ անել, ինչն էլ արվում է մեծ հարց է ինչ որակի է արվում, հա, որովհետև մենք նաև հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը երբ նոր եկավ իշխանության, օրինակ իրանք 2018 թվականի սեպտեմբերին պետք է անցկացնեին Շանտ 2018 շատ կարևոր, շատ տենց գլոբալ ամբողջ Հայաստանը ներառող, նաև Արցախը զորավարժությունը։ Խայտարակ ըստ էության տենց ինչ-որ թղթի վրա գալչկայով այդ փծիշկա դնելու բան արվեց, հա, ձևով արվեց, ու մենք դրա հետևանքները տեսանք նաև 44 օրյայի ժամանակ։ Դրանից հետո գրեթե լայնածավալ զորավարժություն ռեալ էլի լայնածավալ, ոչ թե սուտ կամերայի վրա ինչ-որ ցույց տալու, կինո չէ, իսկական զորավարժություն, ես տեղյակ չեմ, որ արված լինի։ Լիարժեք էլի նորմալ, այն ծավալի, որ նախկինում էր արվում։ Հա, փոքր ինչ-որ վարժանքներ, ինչ-որ առանձին ստորաբաժանում եւ այլն, անը դնում են զորավարժություն, ասենք ցույց են տալի, մի հատ ակնհայտորեն բեմադրած ինչ-որ սիրուն ուղաթիռով, սպեցէֆեկտով բանով, ինչ-որ տեսանյութ, թե դա, հա, պետք կարող է ասենք երեխեքին խաբեք դրանով, բայց այդ ինչ է։ Հիմա հարցս էլի այդ սպառազինության գնումները, մենք կարող ենք աշխարհի ամբողջ սպառազինությունը գնենք, 100 տարվա պարտքեր անենք եւ այլն, եթե դա չի օգտագործվելու, կամ ասենք օգտագործվելու է ոչ լիարժեք, էլ ուրիշ հարց կա, իդեպ Սուրեն Պապիկյանը դրան էլ անդրադարձավ, այդ նույն ասենք հնդկական սպառազինության զինամթերքի մատակարարումը, հա, ինքը հստակ պատասխան չտվեց։ Ինչպես է մատակարարվելու այդ բանը, ընդ որում երաշխիք չկա, որ աշխարհում որևէ այլ երկրում այդ նույն զինամթերքից արտադրում են, որտեղ ինչպես Ուկրաինայի պատերազմը ցույց տվեց, չնայած ՆԱՏՕ-ի ստանդարտներ են գործում ՆԱՏՕ-ի երկրներում, բայց պարզվեց նույն ստանդարտի, ասենք մի երկրում արտադրած արկը ու մյուս երկրում արտադրած արկը այնուամենայնիվ որոշ չափով տարբերվում է, ինչ որ խնդիրներ է առաջանում մարտի դաշտում։ Հա, այսպիսի հարուրումի նրբություն կա։ Հիմա եթե լինում է ռազմական գործողությունները, եթե վերսկսվում են, եթե Ադրբեջանը նորից հարձակվում է Հայաստանի վրա, ինչը ընդհանրապես չեն կարող բացառել, հա, անընդհատ սպառնում է, անընդհատ զինվում է, անընդհատ պատրաստվում է ինչ-որ գործողություններ։ Հիմա եթե սա լինում է, մենք ունենք հնարավորություն մատակարարումների անխափան, նամանավանդ Իրանում իրավիճակը հաշվի առնելով։ Ընդ որում, եթե նախկինում նույն Սյունիքով ճանապարհը բավականին անվտանգ էր, այսօր նույն այդ հենց իշխանասարի այդ թեման, հա, Սևլիջ իշխանասար, որ ասում ենք դիրքը գնալու համար ադրբեջանցիների դիմացով են անցնում, հա, այդ իրավիճակում այդ դիրքերը իշխանասարի նույն այդ Սյունիքի հետ կապող ճանապարհը լրիվ վերահսկում են ադրբեջանական դիրքերը, ադրբեջանական հրետանին վերահսկում է այդ ճանապարհը, հա, այդ ճանապարհով ռազմական իրավիճակում ինչպես են բերելու,
զենք Իրանից։ Նույնիսկ եթե Իրանում ամեն ինչ հանգիստ լինի, իսկ այն որ Իրանում բավականին անկայուն իրավիճակ է, մենք տեսնում ենք 1-2 տարին մեկ ամեն ինչ խառնվում է իրար եւ երբևէ երաշխիք չունես, հետո ինչ կլինի, հա։ Նախկինում մենք ունեինք ռազմավարական խորություն։ Հանձնելով Արցախը, ընդ որում տարածքի մեծ մասը հանձնվել է, այսպես ասած, ստորագրությամբ, այլ ոչ թե մարտական, հա, ինչ որ կորուստներով։ Այդ խորությունը մենք կորցրել ենք։ Հիմա եթե այդ խորությունը չկա, ինչպես է բերվելու այդ սպառազինությունը։ Արդյոք արվում են բավականաչափ պաշարներ այդ զինամթերքի։ Էլ չասեմ, որ նույն այդ հրետանին հնդկական եւ այլն որ բերվում է, դրանք համեմատաբար նոր մոդելներ են ու մարտական, այսպես ասած, ճանապարհ չանցած։ Դրանք միայն Հնդկաստանը ունի, դրանք միայն Հնդկաստանն է փորձարկել կիրառել, ինչ ծավալով է փորձարկել, իսկ ընդհանրապես լավ սպառազինությունը բավականին երկար ժամանակ օգտագործելուց, ինչ որ դեֆեկտներ տեսնելուց, ուղղելուց, նաև կոնստրուկտիվ դեֆեկտներ, էլի։ Ասենք նույն Կալաշնիկովը միանգամից չի դարել իդեալական զենք, հա, ինչ որ խնդիրներ ա ունեցել, փոխել են, արդիականացրել են եւ այլն։ Հիմա մենք լրիվ անծանոթ զենք ենք գնում, ու որպիսի գոնե դա կարողանանք արդյունավետ օգտագործել, օր ու գիշեր պետքա փորձարկումներ լինեին, մարտական կրակով զորավարժություններ եւ այլն եւ այլն։ Այդ ամենը չկա։ Եվ Աստված մի արասե պատերազմի դեպքում հնարավոր է Նիկոլ Փաշինյանը նորից հայտարարի, որ կիսով չափ է կրակել այդ զենքը։ Կիսով չափ է կրակել, ով տանը ինչ հրետանի ունի, թող գարաժից հանի, բերցնի, բերի մարտադաշտ, ժողովուրդ ջան կարող է մեկի տանը սնարյադ կա եւ այլն, այսինքն ինչ որ վիճակ է լինելու։ Հա, ու էլի մեղավորը լինելու այն մարդը, որ տանը, չգիտեմ, արկեր չի պահեստավորել, տանը թնդանոթ չունի, ասելու են վախեցա գալ, չգիտեմ ինչ, հա, այն դեպքում, որ օրինակ նույն մոբիլիզացիան դա պետության պարտականությունն է, ոչ թե մարդկանց ցանկության կամ չցանկության։ Անդրադառնալով Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերին, Սուրեն Պապիկյանը նշել է, որ 7 տարիների ընթացքում դրանք աճել են 3 անգամ։ Մինչդեռ ռազմաարդյունաբերության ոլորտում ծախսվել է բյուջեով հատկացված ֆինանսական միջոցների միջնչին մասը։ Ձեր կարծիքով ինչ են կառուցել Պաշտպանության նախարարությունը, այս իշխանությունը, եթե ռազմաարդյունաբերությունը կառավարությանը հետաքրքիր չէ։ Տեսեք, նախ ռազմաարդյունաբերությունը ինչ որ շատ մեծ զգալի մաս չի այդ ռազմական բյուջեի, ենթադրաբար պետքա ծախսած լինեն դիրքերի կահավորման վրա, ինչ որ գումարներ, ինչքանով են ծախսել, ինչ որակի են դա արել, ոչ մեկ չգիտի, հա։ Այդ քարոզչական այցերը դիրքեր ես չեմ հաշվում, հա, ինչ որ, չգիտեմ, դերասանների հավաքում են, տանում են, ասում են, վայ, ինչ լավ պատակ իրանցում կառուցած ու որը ճաքում են որոշ ժամանակ հետո։ Այդ նույնիսկ չգիտեմ ճաքում է թե չէ, բայց այդ պատը մեկա որևէ պաշտպանական ֆունկցիա չունի, հա, ավելի շատ հոգեբանական պաշտպանություն է։ Նորմալ դիրքերի կահավորում ես լսել եմ, որ որոշ դիրքերում ինչ որ ամրաշինական աշխատանքներ կան, բայց նաև նույն վարժական հավաքների մասնակիցներից գիտեմ վկայություններ կան, որ խայտառակ վատ վիճակում է, հա, այսինքն ենթադրում եմ ինչ որ տեղեր ինչ որ բան անում են, բայց կարող է մի քանի դիրքենկում խայտառակ վիճակը լինի։ Հիմա պաշտպանական այդ ճակատը ինքը չի կարող միտեղ շատ լավ լինի, միտեղ շատ վատ, որովհետև հակառակորդը պարզ է, չէ՞ որ ճեղքումը կանի այնտեղ, որտեղ վատ է։ Ակնհայտ է, տրամաբանական է։ Ստացվում է այդ ամբողջ ներդրումները ստեղ արած անիմաստ էին։ Հիմա ոնց է ծախսել այդ բյուջեն, քանի որ հանրային վերահսկողություն ընդհանրապես վերացել է, առաջ նախկին իշխանություններին էին մեղադրում, որ բանակը փակ ոլորտ է, քաղաքացիական վերահսկողություն չկա, ֆլան-ֆստան, հիմա ընդհանրապես չկա։ Ընդհանրապես չկա, ինչ հարցում իրանց տալիս են անունը դնում են գաղտնի, ընդ որում իրանք հետո մեկ էլ անհրաժեշտ է ալնում 2 շաբաթից կարող են իրապես պետական գաղտնիքը դուրս գան հայտարարեն, հա, օրինակ ինչքան ռազմավարական պաշար ունի կամ նման ինչ որ բաներ, որևէ ես չեմ կարող ասել, թե ինչքանով արդյունավետ դա բանարնում վերահսկում։ Ու երկրորդը նաև կատարողականի հարցն է,
որովհետև բազմաթիվ օրինակներ են եղել վերջի ես արդեն շուտով 8 տարում, որ տենց մեծ ինչ որ բյուջե ասում, հետո գալի հասնում է կատարողականի, բարձում է ինչ որ մի հատ զգալի մաս չի արվել։ Իսկն այդ գումարը ոնց սիրում նկարում են բյուջեն, որ պետքա մտնի, բայց իրականում նույն ձևի չի օգտագործում, հետա գնում բյուջե։ Ու այսպիսի բազմաթիվ բաներ կան, որ այսօր ամեն ինչ փակել են, որևէ վերահսկողություն չկա, եթե երբ որ ասենք լրագրողը կամ ինչ որ մի հանրային գործիչ հարցում է ուղարկում, կամ նույնիսկ ընդդիմադիր պատգամավոր տարբեր պատրվակներով հաճախ մերժում են, երբեմն կոպտում են, երբեմն նույնիսկ ինչ որ ծաղրում են, հա, մենք տեսնում ենք ոնց են իրանք լրագրողների հետ աշխատում, իրենց հերքումների զգալի մասը հետո բարձվում է կամ սուտ է կամ հերքելով հաստատում են։ Հիմա մենք ոնց քննարկենք ու ոնց իմանանք, հիմա թվեր են կրակում։ Ինչա դրա տակ ես չգիտեմ։ Բայց ես չնայած Ադրբեջանը այնց բիրտ բռնապետական ռեժիմ է, Ադրբեջանից ավելի շատ ենք մենք տեսնում ծախսերը, մենք տեսնում ենք եւ սպառազինության գնումները, ընդ որում մտածված գնումները համակարգված։ Այսինքն մարդիկ համակարգ ունեին ու հիմա համակարգել կառուցում են ավելի ագրեսիվ, ավելի հզոր։ Մարդիկ պատրաստվում են մեծ պատերազմի, փոփոխությունները, ամեն ինչ իրանց մոտ, օրինակ կենթանի ուժը ավելացնելուն է ուղղված իրանց օրենսդրական ահագին փոփոխություններ։ Եվ ծառայությունն է երկարացվում, բացվում են նոր ռազմակարգական հաստատություններ իրանց մոտ, քանակն ավելանում այդ ռազմակարգական հաստատությունների եւ այլն եւ այլն եւ այլն ավիացիայի ոլորտում շատ մեծ գնումներ ունեն, ել չասեմ, որ ինքնաթիռները լինի դա Չեխիայից, լինի դա Իսրայելից, հա, ռազմական ինքնաթիռները անընդհատ թռնում են։ Ու մենք միշտ գիտենք, որ դա զենք բերելու բան է, հա, իրանք նաև աշխատում են նույն Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ ընդհանրապես շուտով կվերացնի բոլոր սահմանափակումները սպառազինության վաճառքի իրանց։ Այս ամեն ինչը մեզ փորձում են վաճառել որպես խաղաղություն։ Խաղաղությունն է, մեզ զորք պետք չի, մեզ բանակ պետք չի, էս պետք չի, այն պետք չի, չէ։ 2025 թվականին զինված ուժերում մահացել է 30 զինծառայող։ Այս մասին եւս Սուրեն Պապիկյանն է ասել իր մամուլի ասուլիսում, ընդ որում 24-ը ծառայության հետ կապ չունեցող պատճառներով։ Իհարկե այս ամենը ցավալի է, բայց որքանով է նորմալ եւ համադրելի այս թվերը աշխարհի տարբեր երկրների նորմալ բանակ ունեցող երկրների, այսպես մահացության ցուցանիշների հետ։ Աշխարհի բոլոր բանակներում լինում են ոչ մարտական կորուստներ, ըստ էության համադրելի է, բայց այդտեղ էլի շատ բայցեր ունենք, հա։ Նաև նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, այդ թվում մինչև 2018 թվական։ Նախ մենք ընդհանրապես չեն կարող վստահ լինել, որ այս թվերը ճիշտ են։ Մինչև հիմա այս մարդիկ չեն հրապարակել 44-օրյա պատերազմի զոհերի ցանկը հստակ, հա, անվանացանկը միտեղ առանց բաների։ Մինչև հիմա հրապարակված չի այդ 22 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի լայնածավալ հարձակման զոհերի անվանացանկը, այն որ ասում են ջերմուկի պատերազմ, դա մենակ ջերմուկում, միայն ջերմուկում չէր, դրա համար եմ տենց երկար ասում, հա, էլի ռազմական Արցախում կորուստների ցանկը չկա, էլի միտեղ հրապարակած պաշտոնապես նկատի ունեմ։ Նաև եղել են նույն դեպքեր 21 թվականի նոյեմբերին, ասենք նույն իշխանասարի կռիվները եւ այլն, էլի հստակ ցենց ցուցակներ ոչ մի բան չկա։ Նախորդ տարիներին էլի հստակ որևէ անվանացանք չկա։ Ես որևէ երաշխիք չունեմ, որ վաղը չէ մյուսօրը մեկ էլ մի հատ ուրիշ թիվ դուրս չի գա։ Այսինքն այս թիվը քննարկելը անիմաստ է։ Այն պայմաններում, երբ որ զինվորները ստիպված են ավելի ծանր պայմաններում ծառայություն անել, ավելի երկար մնալ դիրքերում, հա, այդ պայմաններում աճում է այսպես կոչված մարտական ստրեսը, մարտական պարտադիր չի հենց միայն մարտի ժամանակ կլինի, հա, մարտական պայմաններում։
Աճում է մարտական ստրեսը բերում է եւ ավելի շատ սխալներ են լինում եւ ավելի շատ այդ ոչ կանոնադրական հարաբերություններ են լինում, մարդիկ դառնում են գրգռված, ագրեսիվ կամ հակառակը ապաթիայի մեջ են ընկնում, հա, սա շատ ծանր վիճակ է, որը բերում է, կարող է բերել ու բերում է ավելի շատ ոչ մարտական կորուստների։ Այսինքն այդ խնդիրները լուծվում են համակարգային աշխատանքով, օրինակ ապահովես համալրումը բանակի այնպես ապահովես, որ մարդիկ ինչ որ խելամիտ ժամկետում լինեն դիրքերում, հետո իջնեն հանգստանալու։ Նույնիսկ այն պատերազմի ժամանակ են մարդկանց դիրքերից հետ քաշում, փոխարինում թարմ ուժերով, հա։ Հակառակ դեպքում այդ մարդը կարող է ֆիզիկապես ընդեղ լինի, բայց ի վիճակի չլինի արդյունավետ իր մարտական խնդիրը կատարի, հա։ Նույն օրինակ բաներ, հա, շատ են սիրում մեր իշխանությունը, ինչպես արդեն ասեցի, գցեն բանի վրա, հա, ինչ որ անհատի վրա, մարդու մեղքն է այսը։ Հիմա երբ զինվորները այդ զորանոցում ըստ էության ողջակիզվեցին, զոհվեցին, հա, ազատի։ Դա հետևանքեր համակարգային քաոսի։ Դա հետևանքեր նրա, որ փոխանակ ապահովեն զորամասային պայմաններում զինվորների մնալը ամիսներով, իսկ հնարավոր է այդպես էլ հստակ ոչ միտեղ չհրապարակվեց պաշտոնական ինֆորմացիա, ինչքան ժամանակ են իրանք այդտեղ մնացել, հա, ամիսներով, իսկ գուցե նաև տարիներով իրանք մնացել են տարուց ավել, իրանք մնացել են ինչ-որ պայմաններում, որտեղ հա պարզա եւ կարգապահությունն է ընկնում, որովհետեւ անընդհատ ասենք սպայի վերահսկողության տակ չեն, սպան գնում գալիս է։ Մի խոսքով, այդ պայմանները ստեղծում են, կորուստներ են լինում, անհարկի լրիվ, հա, խայտառակ sense դեպքեր են լինում, հետո իրանք ինչ որ փորձում են հա կոնկրետ դեպքում ով է բան արել։ Հիմա պարզա ինչ որ մեկը ինչ որ սխալ արել է, որ այդ հրդեհը եղել է։ Բայց ինչ առաջի հարց ինչու են իրանք ընդհանրապես ստիպված այդպես տաքանում, հա, ու ինչքան ժամանակ։ Էտա իրանք համակարգային իրանք խնդիրները չեն լուծում, բայց բոլորից հետո պահանջում են, ասում են ձեր աղջիկին ուղարկեք բանակ, օրինակ, ինչի չեք ուղարկում ձեր։ Այ որ ուղարկեիք բանակ ձեր աղջիկին ուրիշ կլներ։ Ինչպես եք գնահատում հայկական բանակի այսօրվա մարտունակությունը եւ արդյոք կառավարության այդքան թմկահարված ատեստացիոն գործընթացը դրական է ազդում մարտունակության վրա բանակի։ Ինձ թվում է այդ գործընթացը իրանք ավելի շատ օգտագործում են բանակում ավելի մեծ վերահսկողություն ունենալու համար, հա, այնց ամեն զինվորականին ամեն վարքյան աչքի տակ պահեն հանկարծ մարդկանց մոտ ինչ որ տհաճ հարցեր չառաջանա ինչի է այս վիճակը, հա։ Ինձ թվում է ավելի շատ դա վերահսկողության մեխանիզմ է, իրանք այդ ատեստացիան թմկահարում են, բայց բավականին էլի մեծ թիվ չի այդ մարդկանց ովքեր անցել են այդ ատեստացիան, ու ընդհանրապես ասում եմ դե թող ատեստացիա անցնեն ու 200,000 չստանան ենթադրաբար 400,000, մինչև 400,000, բայց եկեք հասկանանք 200,000-ով զինվորականը պայմանագրային, ասենք այդ նորմալ է 26 թվականի դրությամբ 200,000 դրամը կյանքի ռիսկի հետ կապված մասնագիտության մեջ։ Իսկ պատգամավորները օրինակ բազմաթիվ պարգևավճարներ են ստանում։ Դե մենք երեք իմացանք ոչ միայն պատգամավորները, այլ ինչ որ գախտնի, էդ էլ աբսուրդ իհարկե։ Ըստ էության տենց ինչ որ նախընտրական խրախուսում են ստանում, հա, ընդհանուր մինչև բաժնի վարիչներ միլիոններով։ Այսինքն հատուկ է արվում սա։ Իհարկե հատուկ է արվում։ Բա ինչ կարող է պատահական լինի, հա, որ պատահական ին կողմնակիցներին պարգևավճարներ դուրս գրեցինք, շատ հետաքրքիր պատահականություն է։ Նկատի ունեմ այն բանակի հետ կապված։ Բանակի հետ կապված էլ որտեվ երբ որ նոր էին եկել իշխանության, այսպես հատուկ նշում էին զինվորը ելակ է ուտում, զինվորին լավ ենք պահում։ Դե զինվորը գուցե հիմա էլ է ելակ ուտում, հետո գնում է դիրք, որը ըստ էության այդտեղ ինքը պատանդի թեկնածու է։ Հիմա որն է կարևոր ելակը, թե
այդ դիրքը։ Իդեպ մի բան էլ ասեմ, այդքան թմկահարված այդ սննդի հարցը այնպես չի, որ մինչև 18 թվական սնունդը շատ վատ էր։ Ես ինքս բանակում եղել եմ 95 թվականին հավաքների, եթե համեմատենք այն ժամանակվանից ու տարեց տարի ոնց է փոխվել սնունդը, ասենք դա ուղղակի աննկարագրելի է ու ես բանակի սնունդ ոչ հատուկ պատրաստված, այլ հենց զինվորական ճաշանի կերել եմ 12-13 թվականներին, կերել եմ նույն 16 թվականին, Նիկոլ Փաշինյանն է կերել այդ նույն սնունդից, նորմալ սնունդ է, տանը իհարկե ավելի լավ են պատրաստում կամ ինչ-որ ռեստորանում անշուշտ, բայց արդյոք առաջնայինը ելակ ուտելն է, թե այնուամենայնիվ համակարգային խնդիրներ լուծելն է։ Այդ բաները անդադ թմկահարվում էր, չգիտեմ, այդ ներքնաշորի խնդիրը, մայկատռուսիկ էին ասում, բայց հետո հայտարարեցին, որ այդ խնդիրը մի օրում լուծեցին, չգիտեմ ինչ, հետո պարզվեց ոչ մի բան չեն լուծել, իմ որդին այդ ժամանակ ծառայության մեջ էր ու խնդիրը հակառակը ավելի վատացրել էին, որտեվ եթե նախկինում գոնե կարողանում էր տնից ուղարկել ինչ-որ ծանրոցով, փոխնորդ, դա գալիս, չգիտես ինչի, բռնագրավում էին զինվորներից ու զինվորներին ընդամենը շաբաթը մի հատ մայկա, մի հատ տռուսիկ էին տալիս շաբաթվա մեջ։ Ասենք, նորմալ չի, չէ՞, խնդիրը վատացրեցին լուծելու փոխարեն ու հետո ինքն էլ խոստովանեց, որ խնդիրը չի լուծվել։ Եվ այդպես բոլոր հարցերում էր։ Իսկ ինչի են բանակը քանդում, ռազմավարական կոնկրետ խնդիր կա, բանակից վախենում էին որպես կազմակերպված ուժ, ում դուրը կարող էր չգար, օրինակ, այս ամեն ինչը հանձնելը, Դրա համար մի կողմից անընդհատ գովազդում էին, թե իբր շատ մեծ, տենց բանակասեր իրանք բաներ են, իշխանություններ են, բայց իրականում ամեն ինչ արվեց, որ բանակը թուլանա, բանակը քայքայվի։ Դա արվեց արտաքինից աննկատ ձևերով, օրինակ անընդհատ մարդկանց մի պաշտոնից տեղափոխում էին այլ պաշտոն։ Մարդը չէր հասցնում նոր պաշտոնում սովորել, մարդը չէր հասցնում իր գործին, ասենք ծանոթանալ բոլոր նրբություններին, բանին, տեղափոխում էին ուրիշ տեղ։ Ու 44 օրյա պատերազմի դրությամբ մեր մոտ 2.5 տարում 3-րդ գլխավոր շտաբի պետն էր։ 3-րդ թե 4-րդը։ Իրանց գալուց փոխեցին Մովսես Հակոբյանին չհաշվենք, դրեցին Օնիկ Գասպարյան, ներողություն, արդեն մոռաց, Արտակ Դավթյանին, երկրորդ գլխավոր շտաբի պետներ, երկրորդ գլխավոր շտաբի պետներ ընդամենը 2.5 տարում։ Դա նորմալ չի, որտեվ բանակը դա հսկայական է, մի քանի տասնյակ հազարանոց համակարգ է, ու գոնե մի տարի պետքա, որ մարդը հունի մեջ մտնի, սկսի նորմալ աշխատել, այդ մի խնդիր։ Դրան գումարած այդ ընդհանրապես այդ կովիդի բանի ստեղծած քաոսը, Մեր մոտ ազգային անվտանգության ծառայության 5-րդ տնօրենն էր, ընդ որում շատ կարևոր է, որ նախկին տնօրեններից մեկն էլ 6 ամիս ժամանակավոր պաշտոնակատար էր։ 6 ամիս ժամանակավոր պաշտոնակատար էր, հետո 3 ամիս եղավ տնօրեն, հետո իրան հանեցին, ուրիշին բերեցին։ Ու մեկին է փոխեցին պատերազմի ժամանակ։ Կարևոր շատ խնդիր էր, որ պատերազմի ժամանակ հանեցին հակահետախուզության պետին տեղը մարդ չնշանակելով։ Ու մենք հակահետախուզության պետ չունեինք, կարծեմ 1.5 թե նույնիսկ 2 տարի։ Շատ հաստիկներում, ասենք գլխավոր շտաբի պետը ժամանակավոր պաշտոնակատար էր, հետախուզության պետ չունեինք էլի ահագին ժամանակ, սահմանապահ զորքերի հրամանատար չունեինք երկար ժամանակ, Այդ ամեն ինչը բերում է նրան, որ համակարգը քայքայվում է, որտեղ ժամանակավոր պաշտոնակատարը չի կարող որևէ երկարաժամկետ խնդիր դնի, ինքը չգիտի, ինքը այս մի process-ը սկսի, հետո այս process-ը ով է շարունակելու կամ կշարունակվի ընդհանրապես թե չէ։ Եվ իր ենթականներն էլ են այդպես վերաբերվում, նաև հրամաններին, իրանք միայն օրվա խնդիրներ են լուծում։ Այսինքն հոյակապ մեխանիզմը բանակը քայքայելու։ Դրան ասում են, ռուսները ասում են կադրովաչի խարտա, հայերեն կադրային հավալա։ Հավալա խաղը գիտեք։ Անընդհատ sense փոխվում են, Նույն ձևի պետական համակարգում արեց։ Ռազմական գործողություն, պատերազմը հաղթելը դա պետական համակարգերի բախում է։
Համակարգեր են կռվում, ոչ թե միայն բանակ, միայն զինվոր։ Ու զինվորը կարող է շատ լավ զինվոր լինի, անձնազոհ, մարտական բարձր ոգով, կարող է անձամբ իր ազգանքը շատ լավը լինի, բայց եթե, չգիտեմ, հրետանին իրան ճիշտ ժամանակին չօգնի, օդուժը չօգնի, հետախուզությունը չօգնի, իր զինամթերքը չհասցնեն, անհրաժեշտության դեպքում բժշկական օգնությունը չստանա, իր ուտելիքը ժամանակին չստանա, այդ զինվորը մենակով ոչինչ չի կարող անել։ Հիմա ստեղծում են բազում համակարգային խնդիրներ, հետո ինչ որ ասում են, այ տեսեք, մենք, չգիտեմ, մի հատ լավ հրետանի գնեցինք կամ հրթիռ գնեցինք, բայց այս զինվորները փախան, լավ բան չայցին, դասալիկ չէ, 11,000 հոգու դասալիկ անվանեց, էլի հիշենք, թվերը բան են անում, հրապարակում են, հետո լրագրողները հարցում են տալի, մի կերպ քերում են, բարձում ասենք ընդամենը 600 գործ կար ամբողջ պատերազմի, թե ենթադրենք 1000, չեմ էլ հիշում, էական չի, լրի հեչ համեմատելի էլի թվեր չեն։ Դեմ հələ այդ գործերը ինչով կվերջանան, դա էլ մեծ հարց է, շատ գործեր բարձում է ոչ թեմա կար։ Եվ պարոն Վրդանեսյան, ամփոփելով զրույցը, ԿՊԱ-ական վերնախավը այսպես շարունակում է գլուխ գովել հայկական բանակի աննախադեպ ու նորագույն սպառազինությամբ, հրավիրելով նույնիսկ պատահական մարդկանց ծանոթանալու, տեսնելու դրանք։ Դուք ինչպես եք գնահատում այս գործընթացը։ Կրկնեմ, նույնիսկ եթե հիմա միջուկային զենք լինի, ինչը չկա։ Նույնիսկ եթե հիմա բերեցին ցույց տվեցին, չգիտեմ, Պողոս Պողոսյանին բերեցին ցույց տվեցին, որ միջուկային զենք ունեն։ Այդ միջուկային զենքը կիրառելու, օգտագործելու, Հայաստանի անվտանգությունը ապահովելու, այդ ամբողջ համակարգի մեջ ներդնելու գործը արվում է, թե չէ։ Փողոցից մարդը կամ թեկուզ ոչ փողոցից, հա, ենթադրենք տեխնիկայինի ռեժիսորը ի վիճակի չի ճիշտ գնահատել։ Հա, իրան կարող են ինչ-որ շատ լավ ներկած պատ ցույց տալ կամ սիրուն շարայինով քայլող ինչ-որ մի բան։ Բայց, այսինքն կարևորը այդ իրանց գլուխ գովելը, իրանք բոլոր հարցերում գլուխ են գովում, 8 տարի է համարյա գլուխ են գովում։ Ում է ամեն անգամ, երբ որ ձյուն է գալի, երբ որ ջրհեղեղ է լինում, երբ որ պատերազմ է լինում, ինչ որ մի հատ տարական, երբ որ ձմեռ է լինում, իրանք ասում են, «Էսա մենք հեծը, չգիտեմ, ինչ կանենք», այ ամեն ինչ շատ վատ էր, բայց չգիտես ինչու ձմեռը օրերով թաղամասերը չէին զրկվում հոսանքից, 95 թվականից այս կողմ նման բան չէր եղել, հա։ Իրանք գալիս են ու մի անգամից տենց է լինում, ասում են այդ նախորդ համակարգն է, նախկին տերերն են մեղավոր, չէ, այդպես չի։ Բայց գլուխ են գովում։ Գլուխ գովելուն ոչ մի բան չի խանգարում։ Շնորհակալ եմ, պարոն Վրդանեսյան, հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր ռազմական մեկնաբան Կարեն Վրդանեսյանը։ Կհանդիպենք։